Ասում են Եզրափ Սրբազանը 86-88 թվականներին համագործակցել է ՊԱԿ-ի հետ, ԿԳԲ-ի հետ։ Այո։ Ես չեմ ուզում ոչ հերքեմ, ոչ հաստատեմ, ոչ ասեմ եղել է, չի եղել, բայց մի կարևոր հարց կա։ 86-88 թվականներին Հայաստանը որ երկրի մեջ էր մտնում։ Խորհրդային Միության։ Հիմա Խորհրդային Միության անվտանգության մարմինների հետ համագործակցությունը դա ինչ որ ամոթալի արարք է, թե ոչ։ Նայած ում համար։ Դա մեկ, երկրորդը այնտեղ կարևոր երկրորդ մասը կա, ասում է նաև տեղեկություններ կան, որ մինչ օրս համագործակցում է ռուսական չի ասում, օտարերկրյա։ Օտարերկրյա դե ասելով, բա ինչի՞ չեք ձերբակալում, նոր իմացաք դրա մասին։ Նոր իմացաք։ Ինչի՞ չեք ձերբակալել։ 7 տարիների ընթացքում իշխանություն եք համարը 8 տարի։ Ինչի՞ չեք ձերբակալել։ Դուք ունեցել եք նման տեղեկատվություն։ Ես չեմ ունեցել նման։ Եթե ունենայի, կձերբակալեի, անկախ նրանից դա ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է, թե Ամերիկայի, թե Եվրոպայի, թե Իրանի, թե չգիտեմ որտեղի։ Լավ քիչ են անում։ Իսկ հիմա հաջորդը Խորհրդային Միության ժամանակ դուք եք ապրել, ես էլ եմ ապրել, շատ մարդիկ ապրել են երիտասարդները, ովքեր չեն ապրել։ Խորհրդային Միությունը մի երկիր էր, որտեղ մարդ ով պետքա երկրից դուրս գնար, դերասան կլիներ, գիտնական կլիներ, հոգևորական կլիներ, բոլորը անցնում էին այն ժամանակվա ՊԱԿ-ի ԿԳԲ-ի ստուգումներով եւ ԿԳԲ-ները թույլտվությունը տալիս մարդկանց մեկնելու։ Եվ շատ դեպքերում այդ թուղթը տալիս էին, ասում էին ստորագրեք, որ մեր հետ համագործակցում եք։ Ախր դա հիմա եթե սկսենք բացահայտել, իսկ ես գիտեմ շատ մարդկանց անուններ, ովքեր հանդիսացել են ԽՍՀՄ տարիներին ՊԱԿ-ի գործակալներ, անվանի մարդիկ, անվանի հերոսներ, չգիտեմ, որ նկարները մարդիկ կպցրած ասում են, որ այ մեր ազգը պետք է այս մարդուն նմանվի։ Հիմա ասում են Եզրափ Սրբազանը ՊԱԿ-ի գործակալ է։ Դուք այս պատմության մեջ դա ընդհանրապես կարևոր չի։ Եզրափ Սրբազանի ոչ հեղինակությունը դրանով բարձրանում է, ոչ հեղինակազրկվում է։ Բայց անվտանգային մարմինների աշխատանքի հիմքն է խարխլվում։ Մեր տղաները հիմա դիմում եմ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ կազմին։ Տղերք ո՞նց եք հավաքագրում անելու։ Ո՞նց եք գնալու մարդուն, ասեք մեր հետ համագործակցի։